տարբերություն նախորդ տարիների, երբ որ օրինակ չկային արհեստական բանականություն, հնարավոր չէր մի քլիքով օրինակ թարգմանել ամբողջ եղելությունը, շատ ավելի ու չէին էլ սպասում եվրոպական կառույցները որևէ իրավապաշտպան կազմակերպության ահազանգի, որպեսզի արձագանքեին այդ խախտումը, շատ ավելի ակտիվ էին։ Հիմա այս տեխնոլոգիաների դարում, ուղիղ եթերների, այս դաժան կադրերի, անմարդկային վերաբերմունքի, անհերքելի ապացույցների պարագայում, չգիտես ինչի հավելյալ ինչ-որ լռություն են դրսևորում։ Ես ուզում եմ ամեն դեպքում ընդունելով, որ ի գիտություն այս հանգամանքները եւս մեկ անգամ հայտնել իմ պատրաստակամությունը ցանկացած պարագայում իրենց ցանկացած ընդունելի ֆորմատով ներկայացնել Հայաստանում քաղբանտարկյալների վերաբերյալ իրավիճակը, ներառյալ են բոլոր վստահորդներիս, ում մասին այսօր խոսվեցին։ Նոր քաղբանտարկյալը ավելացեն։ Մարտունը Գրիգորյան, այսինքն ամենօրյա ռեժիմով իշխանությունները նոր մարդիկ են տանում քրեակատարողական հիմնարկներ։ Գագիկը Ծառուկյան, որը էլի անազատության մեջ է, այս ամեն ինչը, ինչ որ տեղի ունենում իր ընտանիքի անդամ, էլի քստմնելի, զզվելի, ամենանողքալի ձև այդ մարդկանց ընտանիքը մտնելով, այդ ամեն ինչը անելով, ես ուզում եմ այս ամեն ինչը եվրոպական դեսպանները, Եվրոմիության դեսպանները, եթե իրենց ընտանիքի անդամների հետ նման բան տեղի ունենա, բայց արժեքները կրող մարդիկ եք, բայց այդ թիրախավոր են ձեր ընտանիքները, դուք ո՞նց կընդունեք այդ ամեն ինչը։ Քաղաքական հալածանքի մեծագույն թիրախումը հայ առաքելական եկեղեցին, որը մենք չպիտի հանդուրժենք։ Ես իբրև քաղաքական հետապնդվող, քաղաքական, ինչ ասեմ, քաղաքական ճնշման թիրախում հայ առաքելական եկեղեցու հայտնվելը մեր համազգային ամոթն է։ Եկեք բոլորս միասին ոչ ասենք այս իրականությանը, մենք կարող ենք, ավարտում եմ խոսքս ասելով, որ հաղթանակները միայն պայքարով են արձանագրվում։